Գագիկ Ծառուկյանն էլ կապ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Նախընտրական 13-րդ օրը նշանավորվեց նոր քրեական վարույթներով, փոխադարձ մեղադրանքներով ու շարունակվող քարոզարշավներով։ Հերթը հասավ նաև Նարեկ Կարապետյանին, քննչական կոմիտեն վարույթ է հարուցել։ Նարեկ Կարապետյանին մեղադրում են պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող օտարերկրյա քաղաքացիությունը թաքցնելու մեջ։ Նարեկ Կարապետյանն էլ ֆեյսբուքյան գրառում է արել, հայտարարելով. «Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն, Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի, Փաշինյանը շեղել ժողովրդին իր գժություններից, փոփոխությունները գալիս են»։ 4 օր առաջ եւ տեսա, որ ազգային ժողովի նախագահը գցել է, որ ես Ռուսաստանի քաղաքացի եմ։ Չգիտեմ ոնց ասեմ, հերվից գամ, մոտիկից գամ, ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, ես բացի Հայաստանի քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, երևի կյանքում Ռուսաստան ավելի քիչ եմ ապրել, քան օրինակ Անգլիայում կամ Շվեյցարիայում։ Այդ իսկ պատճառով Ալեն Ռոբերտովիչ այդպիսի բաներ մի արեք։ Այսօր նաև Բագրատ arczepiskopos Գալստանյանի ծննդյան օրն է։ Սրբազանի 55-ամյակի առիթով ԱԱԾ շենքի մոտ տորթ ու մոմերով ակցիա է կազմակերպվել։ Միևնույն ժամանակ բոլորին դեմ եմ կուսակցությունը կառավարության շենքի մոտ անցկացրել է մուկ տշելու ակցիա, որին որոշ ժամանակ անց խոչընդոտել են ոստիկանները։ Նախընտրական քարոզարշավը շարունակվել է նաև մարզերում ու համայնքներում։ Հայաստան դաշինքը եղել է Քասախում, Ուժեղ Հայաստանը Աջափնյակում, իսկ Միասնության թևերը քարոզարշավի 13-րդ օրը անցկացրել է Կոտայքի մարզում։ Օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձել է արտաքին քաղաքականությանը, հայտարարելով. Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ շատ ջերմ ընկերական հարաբերություններ ունենք։ Եվ մենք ընդհանրապես Ռուսաստանի հետ մեր վերաբերմունքը շատ ջերմ է։ Մենք շարունակելու ենք հետևել հետագա զարգացումներին։